Բայական անդամի լրացում։ Նախադասության մեջ բայական անդամ են կոչվում այն բառերը, որոնք արտահայտված են բայով կամ դերբայով։ Բայով կամ դերբայով արտահայտված անդամի լրացումները կոչվում են բայական անդամի լրացումներ։ Բաժանվում են երկու տեսակի՝ խնդիրներ և պարագաներ։ Խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապված առարկաներ, իսկ պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապված հանգամանքներ։ Խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապված առարկա կամ առարկաներ և լինում են երկու տեսակի՝ ուղիղ խնդիր, անուղղակի խնդիրներ։ Ուղիղ խնդիր։ Ուղիղ խնդիր է կոչվում ներգործական սեռի բայի այն խնդիրը, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։ Պատասխանում է ում, ինչ, ինչը, ինչեր կամ ինչերը հարցերին։ Դրվում է հայցական հոլովով։ Ահա ուղիղ խնդրի մի քանի օրինակ. ում բժիշկը վիրահատեց հիվանդին, ինչ որոնադիրը տուն կառուցեց, ինչը քամին կոտրել էր մեր բակի բարդին։ Քամին քշում է ծառի տերևները, տերևները ուղիղ խնդիր։ Ուղիղ խնդիրը կոչվում է նաև սեռի խնդիր։ Ուղիղ խնդիրները ունենում են ներգործական սեռի բայեր, օրինակ՝ կայծակի ահեղ ճայթյունը պատռեց երկինքը։ Ստուգելու համար երկինքը պատռվեց կայծակի ահեղ ճայթյունից։ Անուղղակի խնդիրներն են ներգործող, հանգման, անջատման, միջոցի, վերաբերության և միասնության։ Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա է ուղղակիորեն կրում ենթական։ Ներգործող անուղղակի խնդիրը պահանջում է կրավորական սեռի բայ։ Կրավորական բայի բացառական հոլովով դրված լրացումը ներգործող խնդիր է։ Օրինակ, ոսկե հովտի շուշանները օրորվում էին գիշերային մեղ միջից քամուց։ Մեր հոյակապ տաճարներն ավերվում էին ումից՝ թշնամիներից։ Ուսուցիչը հարգվում է իր ում կողմից՝ սաների կողմից։ Ընդգծած բառերը կրավորական սեռի բայերի ներգործող խնդիր լրացումներն են։ Հանգման անուղղակի խնդիր։ Հանգման խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է գործողությունը։ Հանգում ասելով պետք է հասկանալ, մոտենալ մեկին, հասնել մեկին, դիպչել մեկին, կպչել մեկին, ծանոթանալ, տալ, հանձնել, նվիրել։ Հանգման անուղղակի խնդիրը պատասխանում է ում, ինչի կամ ինչին, ինչերի կամ ինչերին, ում դեմ, ընդդեմ ում, ինչի դեմ, ում վրա, ինչի վրա, ում հանդեպ, ինչի հանդեպ, ում հետ, ինչի հետ հարցերին։ Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով։ Օրինակներ. ում Մարիամը մոտեցավ Դանիելին։ Ինչին զբոսաշրջիկները մոտեցան Սասունցի Դավիթի արձանին։ Ինչի մեքենան դիպավ մի ծառի։ Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։ Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով, ինչերով հարցերը։ Ինչպես նաև միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է սեռական հոլովի և միջոցով ձեռքով կապական բառերի կապակցությամբ։ Անջատման անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որից անջատվում, բխում, ծագում է մի բան, կամ որից սկսվում է գործողությունը։ Անջատման անուղղակի խնդիրը իր իմաստով հակադիր է հանգման խնդրին։ Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով։ Անջատման անուղղակի խնդիրը պատասխանում է ումից, ինչից, ինչերից հարցերին։ Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անջատվել, բաժանվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել, ուզել և այլ բայեր։ Վերաբերության անուղղակի խնդիր։ Այն առարկան, որին վերաբերում կամ որի շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։ Վերաբերության խնդիրը դրվում է առաջին բացառական հոլովով։ Օրինակ, ընկերս ոչ մեկի հետ չէր ուզում խոսել իր գործերից։ Ինչերից գործերից։ Վերաբերության խնդիրը դրվում է նաև սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ և այլ կապերով։ Օրինակ, զինվորները ոգևորված պատմում էին մարտի դաշտում տարած հաղթանակի մասին։ Ինչի մասին։ Ամբողջ երեկո զրուցում էինք ընկերության վերաբերյալ։ Ինչի վերաբերյալ։